Էդմոն Մարուքյան ծնվել է 1981 թվականի հունվարի 13-ին Վանաձորում։ Կրթություն 2002 թվականին Մոսկվայի կոմերցիայի և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր։ 2006 թվական Վարշավայի մարդու իրավունքների բարձրագույն դասընթաց, մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետի որակավորում։ 2007 թվական Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության մագիստրատուրա, իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2010 թվական ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոս։ 2009-ից 2010 թվականներին ԱՄՆ Մինեսոտայի համալսարան Humphrey Fellowship ծրագրի շրջանավարտ, 2013 թվական Միացյալ Թագավորություն Ջոն Սմիթ Թրասթ հիմնադրամի շրջանավարտ, 2016 թվական ԱՄՆ Սթենֆորդի համալսարան Դրեյփեր Հիլզի ժողովրդավարության ու զարգացման նվիրված ծրագրի շրջանավարտ, 2017 թվական Միացյալ Թագավորություն միջազգային առաջնորդության ծրագրի շրջանավարտ, 2023 թվականին ավարտել է բանակցությունների ռազմավարություն, համաձայնության ձեռքբերում բաժանարար գծերից և սահմաններից անդին Հարվարդ Քենեդի դպրոցի գործադիր կրթական ծրագիրը, աշխատանքային գործունեություն։ 2001 թվականից սկսած մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և լրջորեն ներգրավել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ամրապնդելու և քաղաքացիական հասարակությունը կայացնելու գործում։ 2001-ից 2003 թվականներին Մեդիա գրուպ լրատվական հասարակական կազմակերպության իրավաբանական բաժնի ղեկավար։ 2005 թվական Հայաստանի Հանրապետության ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ, 2006-ին ընտրվել է խմբի նախագահ։ 2005-ից 2012 թվականներին Մարուքյանն անդամակցել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբին։ Էդմոն Մարուքյանը մարդու իրավունքների մասնագիտացման փաստաբան է սկսած 2008 թվականից և ռազմավարական դատավարությունների կենտրոն իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ 2010 թվականից։ Աշխատել է որպես իրավախորհրդատու պաշտպանելով քաղաքացիներին դատարանում, վարել ռազմավարական դատավարություններ, ինչպես ներպետական ատյաններում, այնպես էլ մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ 2010-ից 2012 թվականներին Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ազգային փորձագետ։ 2012-ից 2021 թվականներին ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման падգամավոր, 7-րդ գումարման ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար։ 2022-ից 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով տեսփան։ 2025 թվականից դասավանդում է Վիեննայի ICEUR անկախ ուղեղային կենտրոնի քաղաքական կանխատեսումների դպրոցում։ 2015 թվականից Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի նախագահ։ Խորհրդարանական աշխատանքի տարիներին Էդմոն Մարուքյանը եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հետևյալ մշտական հանձնաժողովների, ինչպես նաև միջխորհրդարանական կառույցների անդամ։ 2012-ից 2017 թվականներին 5-րդ գումարման ազգային ժողովի պետական իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, արտաքին հարաբերությունների պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովներ, ինչպես նաև Արևելյան գործընկերության, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ և այլն։ 2017-ից 2019 թվականներին պետական իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ և այլն։ 2020-ից 2021 թվականների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, 2018-ից 2021 թվականներին պատվիրակության կազմում Հայաստանը ներկայացրել է Եվրախորհրդարանի խորհրդարանական վեհաժողովում, անդամակցել է ԵԽԽՎ հետևյալ հանձնաժողովներին. Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողով, հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի անդամ, Եվրախորհրդարանի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման մոնիթորինգի հանձնաժողովի անդամ, հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովի անդամ։ 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ներգրավված է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում։ Այլ տեղեկություններ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Գիտական մի շարք հոդվածների, վերլուծական ձեռնարկների և մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցների հեղինակ և համահեղինակ է։ Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն։ Ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած է, ունի 2 որդի և 1 դուստր։